Ողջույն սիրելի քույրեր եղբայրներ, անոնք որոնք այստեղ գտնվին Սուրբ Կարապետ Մարիա Գեղեցկու մեջ, եւ բոլոր անոնք որ արցանց կհետևին ինտերնետով դարբեր ծևերով, ցեզի բարի լուր ունիմ սիրելիներ։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Գիտեք, առաքյալները ասծեվով ուրախացան, երբ որ Հիսուս երեք որ գերեզմանի մեջ էր եւ մեմնա լսեցին, որ մերելներեն հարություն արած է, ամենալավ լուրը, ամենաբարի լուրը աներ։ Քրիստոս հարյավ իմերելոց եւ առաջին քրիստոնյաները հաջող այսպես գողջունեին իրար։ Քրիստոս հարյավ իմերելոց ամենամեծ լուրն է, ամենաբարի լուրն է, որ Հիսուս գերեզմանի մեջ չի մնաց, այո, խաչվեցավ։ Մերավ մեր մեղքերուն համար, բայց երրորդ օրը հարություն արավ։ Պիտի կարծամ առաջին Կորինթացիս 15-րդ գլուխ 12-23 համարները։ Առաջին թուղթ Կորինթացիս 15-12։ Անուն Հոր եւ Որդվո եւ Ոգուն Սրբո ամեն։ Ուրեմն եթե Քրիստոս կկարոզվի, որ մերելներեն հարություն արած է, ինչպես ցեզ մի քանիները գսեն թե մերելներու հարություն չկա։ Եթե մերելներու հարություն չկա, ուրեմն Քրիստոսալ հարություն արած չէ։ Եվ եթե Քրիստոս հարություն արած չէ, ուրեմն մեր կարոզությունը բարաբ է ու ցեր հավատքն ալ բարաբ է։ Եվ մենք ալ Աստծո սուտ վկաները գտնված կլանք, որովհետև Աստծո համար վկայություն դվինք, թե ինք մերելներեն հարուց Քրիստոսը, որ իրավ չհարուցանիկա, եթե մերելները հարություն չեն առնել։ Քանզի եթե մերելները հարություն չեն առնել, Քրիստոս ալ հարություն արած չէ։ Եվ եթե Քրիստոս հարություն արած չէ, ցեր հավատքը բարաբ է ու դակավին ցեր մեղքերու մեջ ենք։ Նույնպես Քրիստոսով ննչողներն ալ գործված են։ Եթե միայն աս կյանքին համար Քրիստոսի ուսացած ենք, մենք բոլոր մարդոցվե ավելի խղճալի ենք։ Բայց հիմա Քրիստոս մերելներեն հարություն արած է եւ ննչեցյալներուն առաջին բդուղը։ Քանզի որովհետեւ մարդով եղավ մեղքը, մարդով ալ մերելներու հարությունը։ Վասնզի ինչպես ատամով ամենը գմերնին, նույնպես ալ Քրիստոսով ամենը գենթանի պիտի ըլլան։ Ամեն։ Սիրելիներ, քանի որ Քրիստոս գենթանի է, քանի որ Հիսուս մերելներեն հարություն արավ, անոր բոլոր հավատացյալները մենք հույս ունենք, թե այս կյանքեն անտին հավիտենականություն կա։ Քանի համար Գողոսացիս գլուխեն պիտի կարդամ, Գողոսացիս 3-րդ գլուխ առաջին համարները, արդ եթե Քրիստոսի հետ հարություն արինք, ուրեմն վերի բաները փնտրեցեք, ուր Քրիստոս գնստի Աստծո աջ կողմը։ Վերի բաները մտածեցեք, ոչ թե այս երկրի վրայինները, վասնզի դուք մերակ։ Մենք մերանք այս աշխարհի համար, մեղքի համար մերանք, այս աշխարհը իմաստ չունի մեզի։ Ու ցեր կյանքը բահված է Աստծո կով Քրիստոսի հետ։ Մեր կյանքը Քրիստոսի հետ է։ Երբ Քրիստոս մեր կյանքը հայտնվի, այն ադեն ցուգալ անով հետ парքով մի հայտնվի։ Երբ որ Քրիստոս հայտնվի, ինչ մեծ խոստումներ են սիրելիներ ասոնք, որ մեր կյանքը բահված է աբահով դեղը Քրիստոսի կով։ Մենք աբահով չենք, մենք բամը չենք կնար բայել, մենք բամը գբահենք, կմորնանք տեղը գործընծնենք, բայց աբահով դեղ մեր կյանքը բահված է։ Աստված անսպար կանցեր դված է սիրելիներ մեզի, որ ոչ միայն հավիտենական կյանքի մեջ գործած ենք, այլ նույնիսկ սկսած այս աշխարհի մեջ, երբ որ Քրիստոսը դեր եւ բրգիչ կընդունենք, ինչ շնորհքներ դված է, աղոթելու շնորհքը, սիրելու շնորհքը եւ այս բոլորը կսկսին այս աշխարհեն ամեն տեսակ բարգեւները, որ դրված է մեզի։ Մահը մեր վերջը չէ, սիրելիներ։ Մահը վերջը չէ։ Քանի որ Հիսուս կենթանի է, յան որ իրեն գավադա, ասել է որ հավիտենական կյանք ունի։ Հիսուս իր զորությունը, հեղինակությունը ցույց տվավ մահվան վրա, երբ որ Ղազարոսը գերեզմանեն դուրս կանչեց։ 4 օրվա մեռած Ղազարոսը դուրս եկավ գերեզմանեն։ Ղազարոսի հարության մասին բոլորս ալ գիտենք, կարդացած ենք, պիտի չի կարդամ ժամանակի սղության համար, Հովաննու ավետարանի 11-րդ գլխում մեծ մասը 3/4 իրեն հատկացված է։ Ուրեմն
Պետանիայի մեջ ընտանիք մգար Մարթա, Մարիամ եւ Ղազարոս, որ շատ սիրելի էր Հիսուսին։ Հիսուս հաճախ իրենց տունը գիչներ եւ մեմնալ քույրիկները լուր գտան, որ իրենց եղբայրը, այսին Հիսուսի սիրած Ղազարոսը հիվանդ է, այնալ մահամերձ հիվանդ էր։ Եվ շատ հետաքրքրական է Հիսուսի պատասխանը, որ Հիսուս երկու օր եւս կմնա, մինչեւ որ քայլ առնի։ Որտեղ ուզեր ավելի մեծ բամը ցույց տալ ժողովրդին։ Ոչ միայն բժշկություն ուզեր ցույց տալ, այլ ուզեր մեծ հրաշք ցույց տալ։ Եվ Հիսուս երկու օր եւս կմնա, եւ գսե որ այս հիվանդությունը մահվան համար չէ, այլ Աստծո փառքին համար։ Այս հիվանդությունը, որ եղավ Աստծո փառքին համար է, եւ երկու օր յետքը Հիսուս երթա մոդենա Պետանիա Մարիամ երբ որ լուր գուտա գուկա Մարթան, երբ որ իրեն լուր գուտա, որ արդեն Հիսուս կմոդենա իրենց քաղաքին, գերտա Հիսուսի մոտ եւ գսե եթե հոսը լայր եղբայրս չեր մերներ։ Եվ Հիսուս աղոր երկոսությունը գունենան հոն միասին, որ Հիսուս կսե միան հավադա։ Բայց շարունակեմ արդան գսե, որ գիտեմ, որ հիմա ալ տուն ինչ որ խնդրես Աստծուց մե, Աստված պիտի դա քեզի։ Նայեցեք ինչ հավատք է։ Հիմա ալ գիտեմ, որ ինչ որ խնդրես, պիտի առնես, որ գիտեր, որ ով էր իր դիմացինը։ Եվ Հիսուս սավ քո եղբայրս հարություն պիտի առնի։ Գիտեմ սավ հարության ադենը հարություն պիտի առնի։ Եվ հոն է, որ Հիսուս ամենը նշանավոր այս խոսքերը, որ կոց գիտենք բոլորս, Հովանու 11:25-26, սավ ես եմ հարությունը և կյանքը, ան որ ինձի գավադա, թեև մերնի, պիտի աբրի, և այն ամենը, որ կենթանի են, մենք կենթանի ենք հիմա, չէ, գաբրինք կոր, և Հիսուսին գավադանք, հավիդյան պիտի չմերնի, այն ամենը, որ կենթանի է, եթե Քրիստոսով կենթանի ենք, մահ պիտի չտեսնենք սիրելներ, այլ փոխանցումը պիտի լա այս աշխարհի մյուսը։ Եվ Մարիամ ինչ այդ, ասիկա այն Մարիամն է, որ Հիսուսը օծած էր և իր մազերով Հիսուսի ոտքերը չորցուցած էր, այն Մարիամն է, Մարթային քույրը, Մարիամին լուր կուկա, որ Հիսուս մոտեցած է, և Մարիամ գերտա Հիսուսի մոտ և նույն խոսքերը գսե, եթե հոսը լայր գսե, եղբայրս չեր մերներ։ Եվ Հիսուս ուրեմն ժողովրդին այդ վիճակը, որ կտեսնե Հիսուս, ներսեն գխրովի, իրապես գխրովի և աստեղ ամենեգար չամարը գա, որ Հիսուս լացավ Հովանու 11:35 մեջ, Հիսուս գուլա այդ ժողովրդին այդ վիճակը տեսնել է մերջը։ Հիսուս հրաման գնե, որ գերեզմանի քարը մեկ կողմն են, Մարթա սկիզբը չուզեր, գսե արդեն հոդած պիտի լա 4 օրվա մերած է, և Հիսուս գսե, որ քեզի ըսի, որ հավադա, և բարձր ցայնով Հիսուս կգանչե, Ղազարոս, դուրս ելի։ Գրնար դուրս չելել Ղազարոսը, Աստծո խոսքին, Աստծո զորության առջև մեկը գրնաց իմանալ սիրելիներ։ Երբ որ առաջին մարդը ստեղծվեցավ ատամ, Աստված հողեն շինեց։ Հիսուս ներկա էր այդտեղ։ Անպայման, եկեք մեր պատկերով մարդը ստեղծենք։ Հայրը, որդին և Սուրբ Հոգին ներկա էին, չէ՞։ Երեքը մեկ հոն էին ստեղծագործությանը դեր։ Այդ ատամը, որ շինվեցավ հողեն, մինչև որ Աստված կենթանության շունչը չփչեր, այդ արձանի պես ատամը պիտի չի շարժեր, բայց երբ որ Աստված շունչը տվավ, ատամ կյանք առավ և սկսավ ապրիլ։ Աշխարհի վերջը, երբ որ այդ սպասյալ օրը, մեծ օրը կա, և Հիսուս մերելները գանչե, գամեգը, որ իր ցայնը պիտի չի լսե, այդ հզոր ցայնը, որ դիեզերքի ստեղծիչն է, բոլորը պիտի լսեն այդ փողը և բոլորը գերեզմաններեն դուրս պիտի կան։ Եվ
Ղազարոս գիտենք, որ քերեզմանին դուրս եկավ։ Ղազարոս չմահացած քույրերը լուր գրգեցին Հիսուսի, որ այսպես սկուսիրած ընկերդ բարեկամդ Ղազարոս հիվանդ է։ Բայց Հիսուս անմիջապես չեկավ։ Ինչու համար անմիջապես չեկավ Հիսուս։ Մեկի եթե ծանր հիվանդ է, հիմա եթե ինձի պամել, ասենք արտետեք ունենամ աստեղ, ինչ պիտենենք, կամ բջիշկ մը պիտենլա, կա օգնե, կամ մշտավ օգնություն պիտի կանչվի, չէ։ Նայմ ոմոն պիտի կանչենք։ Այդ օրերուն նայմ ոմոն Հիսուս էր, ով որ հիվանդ ուներ, ով որ դժվարություն ուներ, թիվահարներ, մերելներ, ամեն բանի համար Հիսուսը կանչեին։ Ուրեմն երկու անգամ ասինք թե Մարթա, թե Մարիամ մեկը 21-րդ համարի մեջ է, մյուսը 33-րդ համարի մեջ, եթե հոսը լայր դեր եղբայրս չեր մերներ։ Մենք արդյոք կմտածենք այդպես երբեմն, եթե հիվանդություն անցնենք, եթե ծախորդություն անցնենք, դեր ուր էիր, երբ որ ծնողքս կպաշտվեին, ուր էիր, երբ որ ինչ հիվանդությունը եկավ վրաս, ուր էիր, երբ որ կորզի ծախողություն ունեցա, գսենք երբեմն, կմտածենք չէ, և սխալ չէ, որ այս մեր մտածումները պարսացյան Աստծո պարսացնենք, մեղ չէ անպայման, մեր սիրտը բարբենք, Աստված լավ գիտե, որ մեր մեջ են ինչ բաներ, ինչ զգացումներ կանցնին, հաճախ կմտածենք, դեր ուր էիր, երբ որ իմ սիրելիս մահացավ, ուր էիր դեր, կմտածենք չէ, և երկու քույրերն էլ տարբեր առիթներով այս խոսքը ասին, և Հիսուսի խոստումը սիրելիներ, ես եմ հարությունը և կյանքը, նույն Հովհաննու ավետարանին 14:6-ի մեջը, ես եմ ճամփան, ճշմարտություն և կյանքը, կյանքի աղբյուրը ինքն է, հարության աղբյուրը ինքն է, մարմնացումն է, կյանքի դվիճը ինքն է, ամեն բան իր ցերկն է սիրելիներ, հարությունն էլ իր ցերկն է, ասկի ավելի մեծ խոստում գուզենք, մեզի դրված է այս խոստումը, և Հիսուս կտարնա գսե Մարթային, տուն կհավատաս ասոր, Հիսուս այսօր ամեն մեկ ուսկսե, եղբայրս, քույրս տուն կհավատաս ասոր, որ եղբայրդ հարություն պիտի առնե, հրաշք պիտի տեսնես, կհավատանք ասոր, ամեն մեկյանից մենք մեզի հարցնենք։ Հիսուս Մարթայի ուզեր ամոզել, թե մահը վերջը չէ, մահը հավիտենականության սկիզբն է սիրելիներ։ Իմ մայրս երկար դարիներ, վերջին դարիները ծանր հիվանդ էր, մեկ թելի վրա էր մամաս, քանի անգամ գնաց եկավ, բայց մինչև որ մահը չի ճաշակեր, հավիտենականություն չէր անցներ։ Եվ եկավ այն օրը, որ ժամանակն էր, երբ որ աչքերը կոծեց, այն ադեն իրեն համար հավիտենականությունը սկսավ, և ամեն մեկուս համար սիրելիներ, մահը սկիզբն է, վերջը չէ, մահը հավիտենականության ճամփան կփանա, որպեսզի հոն երթանք և հավիտյան, քանի որ հավատացյալ ենք, Տերոջի հետ ապրենք։ Մարթա, դու կգարձես, որ ամեն բան վերջացած է, բայց այդպես չէ, ասել ուզեց Հիսուս։ Հիսուսոս Ղազարոսը հարուցանելը ավելի կարևոր բան մը գսեր։ Նույնիսկ եթե Ղազարոս արթնար և ապրեր, քանի մդարի ապրեր, քանի մդարի, տասնյակ տարի չենք գիտեր, որքան ապրեցավ, նորեն պիտի մեռներ, չէ։ Այս մահկանացու մարմինը նորեն պիտի մեռնի, բայց Հիսուս ավելի մեծ տասը գուզեր սորվեցնել։ Հիսուս սել գուզեր, որ այս մահը ժամանակավոր մահ է և շատ շուտով ինքը մահվան վերջը պիտի բերեր, մահվան վրա պիտի հաղթեր։ Ուր է ով մահ քու խայթոցդ։ Ուր է ով մահ քու խայթոցդ։ Ուր է քերեզման քու հաղթությունդ։ Համ որ ինձի կհավատա, հավիտյան պիտի ապրի ըսավ Հիսուս։ Եվ Հիսուս լացավ։ Ինչու համար լացավ Հիսուս։ Այո, Ղազարոսին համար լացավ, իր սիրելի բարեկամներ, մահացած էր, Մարիամի և Մարթայի համար լացավ, որոնք այնքան ընկճված էին
Եվ միան իրենք չի ամբողջ ժողովուրդը 30-րդ համարի մեջ գսե Հիսուս երբ տեսավ զանիգա որ գուլար եւ անոր հետ եղող հрьяաները որոնք գուլային իր հոգվի մեջ հարաչեց ու խռովեցավ Ինչու համար Հիսուս հարաչեց ու խռովեցավ Հիսուս մահվան թեմ խռովեցավ մահը որքան վախցուցած էր որքան խեղճացուցած էր մարդկությունը Մահը Աստծո ծրագրի մեջ բնավ չի գար սիրելներ Աստծո սկիզբի ծրագրի մեջ ստեղծագործության մեջ Աստծո ծրագրի մեջ մահը չի գար Բայց դժբախտաբար քանի որ անհնազանդ գտնվեցանք այն օրը որ Աստծո ուդես արկելված ուդես այն ադեմ պիտի մենից եւ ամբողջ երկիր անիծվեցավ իրեն համար Աստված գուզեր որ մարդը հավիդյան ապրի Մեր մանմինները պիտի չմաշեին, պիտի չձերանային, հիվանդություն պիտի չունենային, սահմանափակումներ պիտի չունենային, բայց երբ որ մեղքը աշխարհ մտավ, մահը առաջ եկավ։ Հիսուս ասոր համար լացավ սիրելիներ, որ սկիզբեն ծրագրված չէր մահը, սկիզբեն չէին ուզեր, Աստված չէր ուզեր որ մահը լար, բայց մեր դգարության, մեր մեղքերուն համար եղավ։ Հիսուս ծևոմը փարգացած էր մահվան վրա։ Բայց անիգա փամը ըրավ իր հավիդենական սկիզբեն ծրագրված փամը հավիդենական սկիզբեն իր կյանքը տվավ հռոմեական խաչի վրա գաթիլ իր արյունը գործընծնելով Հիսուս մերավ իր կյանքը տվավ որ մենք հավիդենական կյանք ունենանք Հիսուս իշխանություն ունի սիրելներ իր կյանքը տնելու եւ իշխանություն ունի իր կյանքի հետ առնելու այստեղ Հովանու 10-րդ գլխի մեջ է 17-18 ամառները գսե անոր համար իմ հայրս սիս կսիրե որ ես իմ կյանքս կտնեմ որբեսի նորեն առնեմ զանիգա մեկը չաներ զանիգա ինձ մե հաբա ես կտնեմ զանիգա ինք իր մեզ իշխանություն ունիմ զանիգա տնելու Եվ իշխանությունն իմ զանիգա նորեն առնելու, այս պատվիրանը իմ հորմես արի։ Այս խոսքերը աշխարհի պատմության մեջ չկա մեկը, որ գրնա ասել սիրելիներ, ոչ ալ պիտի ըլլա, որ իշխանություն ունի մեկը իր կյանքը տնելու եւ իշխանություն ունի իր կյանքը ետ առնելու։ Որտեւ Աստված էր ինքը, որտեւ ամեն բանի դեր էր։ Առաջին Կորինթացիս որ քիչ առաջ կարդացի 20-րդ համարը նորեն գուզեմ կարդալ 15-20 բայց հիմա Քրիստոս մերելներեն հարություն արած է ննչեցյալներուն առաջին բդուղը Քանի որ Հիսուս մերավ եւ հաղթական ելավ քերեսմանեն մենք որ գենտանի ենք սիրելներ եւ որ մահը մեր վրա կա քաչ լանք եւ վստահ լանք որ հավիդենական պիտի ապրենք Հիսուսի հետ Բամի երևակայինք, եթե մահվան անգողինի մեջ ենք որմը, պիտի իշենք այս տողերը, հարց կուդա երեք ինքսինքիս։ Քանի որ at վստահությունը Հիսուս կուդա, երևակայինք, որ մենք հիմա դժվարության մեջ ենք, դարիքնի սարին կամ հիվանդություն մեկ ավաստված մի արաստ է և մահվան անգողինի մեջ ենք։ At վստահությունը պիտի ունենանք, պիտի բահենք at վստահությունը, որ Աստված մեզի հետ է և Քաչ պետք է լանք եւ վստահ լանք, որ հավիդենականությունը պիտի սկսենք Հիսուսի հետ։ Պողոս արաքել շատ գեղեցիկ կերպով գսե եւ ասով պիտի վերջացնեմ, գսե ինձի համար ապրիլը Քրիստոս է ու մեռնիլը շա։ Եթե մենք պիտի ապրենք սիրելներ, Քրիստոս է որ գաբրի մեր մեջ։ Իսկ եթե մենք մեռնենք, արդեն շահած կլանք հավիդենականությունը։ Ամեն։